Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք ձեզ զգում? Ես լավ եմ, ուրախ եմ անչափ, տանը չէի, նոր եմ եկել, կարևոր տեղ էի գնացել, շատ շոկ է։ Հարգելով բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան, սիրելով բոլորիդ, ուզեցի մեծ սիրով այսօր ևս նորից ձեզ միանալ, կիսելով իմ սրտի ուրախությունը։ Նախքան վլոգիս սկսելը, որ շարունակություն կտամ, նախապես բոլորիդ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ կաք իմ կյանքում և իմ կողքին եք, իմ ուրախանալով ուրախանում եք, իմ տխրելով դուք էլ եք տխրում։ Հիմա այն պահն է, որ ուրախ օրեր են սպասվում թե ինձ և թե ձեզ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, երբ որ մարդը կիսում է օտարի ուրախությունը, այդ ուրախությունը նաև մտնում է օտարի տունը։ Դրա համար եկեք միասին ուրախանանք, որ իմ ուրախությունն էլ, որ դուք ինձ համար օտար եք, բայց այսքան շատ հարազատ, արդեն այսքան տարիների ընթացքում, որ միասին ենք, իմ ուրախությունը նույնպես ձեզ է փոխանցվում։ Ուրախացեք և վայելեք, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր վարպետը չի գալու, մեր մոտ աշխատանքներ չեն ընթանա, բայց ասեմ, որ 2 օր է ձեզ չեմ միացել և 2 օր է անդադար վարպետ այստեղ աշխատանքներ է կատարել։ Միգուցե զարմանաք, քանի որ ընդմիջում չի եղել իմ վլոգների մեջ և դուք հերթականորեն իմ վլոգները ամեն օր նայել եք։ Սիրելի հետևորդներ ջան, շատերը լավ գիտեք, որ եղել այնպես, որ 1 օրվա մեջ 2, անգամ 3 վլոգ եմ պատրաստել և հիմա այս օրերին, որ Սաթենս է արդեն եկել Հայաստան, այս պահին Երևանում է, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս օրերին ես վլոգներ ունեի պատրաստած իմ և ձեր համար, դրանք եմ տեղադրել։ Իսկ այս օրերին, այս 2 օրերին, որ վլոգներ չպատրաստեցի, հատուկ, որ կամ հասնեմ այսօրվան, այսօր օգոստոսի 8-ն է, սիրելի հետևորդներ ջան, և նոր վլոգ եմ սկսում ուրախ սրտով։ Եկեք մի հատ կոֆե եփենք, կոֆե կխմենք միասին, ես տանը չեմ եղել, առավոտյան էլ իմ տնտեսության գործերն եմ արել։ Այս օրերին շատ շոկ էր, բայց 3 առավոտյան մի թեթև անձրև եկավ, մի քիչ կանգ առանք, մտահոգվեցինք, վարպետն էլ մտահոգվեց, բայց չթողեց, չգնաց։ Սպասեցինք, կոֆե խմեցինք, սրուցեցինք և անձրևն էլ արդեն անցավ և շոկը բռնեց։ Սկսեցինք երանի տալ այդ անձրևին, որ աշնան շաղի նման շաղ էր գալիս։ Այսպես, մի քիչ այստեղ ամեն բան ոնց որ իր տեղերը փոխել են, գիտեք, որ խառն են լինում և մեր սովորության համաձայն մեր ամեն ինչը մի քիչ փոփոխության է ենթարկվում և մի թեթև շփոթվում ենք։ Հիմա, որ այդ վիճակն է իմ տանը, սիրելի հետևորդներ ջան, համ իմ սրտի ուրախությունն է ինձ մի տեսակ շփոթեցնում, քանի որ այդ ամենի հետ էլ նաև իմ տնտեսությունն եմ վարում և այդ ամենի հետ էլ վարպետը, որ այստեղ գործ է անում, ուղեղս մի քանի ուղղությունների վրա կենտրոնացած է, բայց ես այդ ամենը բուռս եմ հավաքել և հերթականորեն այդ ամենը կատարում եմ պատվով, որպեսզի ոչ մի բան չտուժվի և ամեն բան շնորհքով լինի։ Սիրելի հետևորդներ ջան, չեք պատկերացնի ուրախությանս չափը, որ թե ես ինչքան եմ ուրախ, դա ուղղակի բառերով անհնար է նկարագրել։ Ժպիտն է, որ առաջին հերթին ցույց է տալի մարդու սրտի ուրախությունը։ Չէ՞ որ աչքերն են մարդու հոգու հայելին, և եթե աչքերը շողում են, դեմքը ժպտում է, ապա սրտի ուրախությունը այդ ձևով առաջին հերթին արտահայտվում է, որը անհնար է թաքցնել, ինչպես որ նաև այլ զգացողությունները, որ մարդու դեմքին պարզ երևում է, ինչպես որ կմոտենանք հայելուն մեզնից յուրաքանչյուրս և հայելու մեջ մեզ գնայենք, ապա մարդու դեմքին, այսինքն կողքի մարդու դեմքին ամեն ինչ երևում է, թեպետև նաև շատերս, ես նույնպես և ձեզնից շատերը
Երբեմն մեր հոգու ամեն մի բանը կարողանում ենք թաքցնել, չարտահայտել, բայց ուրախությունը մի այնպիսի բան է, որ չենք կարող թաքցնել եւ այլ դիմակ հագցնել մեր ուրախությանը։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ, որ այս բարի օրով բոլորի դեմքին ժպիտ գա եւ բոլորդ ժպտակ, ձեր աչքերը շողշողան, հիշեք ձեր կյանքի լավագույն օրերը եւ ձեզ լավ զգաք, երջանիկ զգաք։ Երբեմն մեզնից շատերը, ես նույնպես, փնտրում ենք երջանկությունը, թե որտեղ է այդ երջանկությունը, երբ պիտի գա մեր մոտ, որ մենք էլ մեզ երջանիկ զգանք, ասենք մենք երջանիկ ենք, փնտրում ենք եւ հետո պատահում է, որ այդ օրը ինչ որ արտառոց բան չի լինում, բայց սիրելի հետևորդներ ջան, երջանկությունը մեր հոգու եւ մեր սրտի մեջ է, այսինքն ամեն օր երջանկությունը մեր հետ քայլում է հավասար։ Դրա համար սիրելի հետևորդներ ջան, մի փնտրեք երջանկությունը մեկ այլ ուրիշ տեղ, որ մի օր պիտի գա, այդ պահին պիտի գա, հաջորդ պահին պիտի գա, լավ իմացեք, երջանկությունը ամեն պահ, ամեն ակնթարթ ձեր հոգում եւ ձեր սրտում է, սիրելի հետևորդներ ջան, ամուր պահենք մեր սրտի եւ հոգու երջանկությունը եւ մեզ լավ զգանք, դրանով մեր կյանքը երկարում է եւ մենք առողջ ենք ապրում, փնտրելով ինչ որ մի բան մարդիկ մտահոգվում են չգտնելով, բայց եթե նայենք մեր հոգու խորքերը, ապա կգտնենք այդ իրական երջանկությունը։ Մի պահ կադրից դուրս էի եկել եւ կոֆես եթվեց, զանգեր եմ ստանում, աչքալուսանքներ եմ ստանում եւ այդ ամենը իմ համար նույնպես շատ ուրախություն է, որ արժանանում եմ մարդկանց ուշադրությանը, ձեր ուշադրությանը։ Ձեր բարի մաղթանքների համար անչափ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, սիրելի հետևորդներ ջան։ Կոֆեն նիկոմ։ Երբ որ խոսում եմ երջանկությունից, ուզում եմ ասել, որ այսօր ես շատ երջանիկ եմ, քանի որ այսօր նաև յուրահատուկ օր է, այսօր օգոստոսի 8-ն է, եւ սիրելի հետևորդներ ջան, իմ տղայի ծննդյան օրն է։ Ինձնից հեռու է, գիտեք, բայց շուտով կգամ։ Գրել էիք ինձ, որ բա տղադ չի գալու, բա հարսդ չի գալու, ամուսինը, թոռներդ մյուս գալու են, մի քանի օրից էլ իրենք են գալու, սիրելի հետևորդներ ջան, տղաս իմ առաջի երջանկությունն է, իմ առաջնեկն է, եւ այս պահին ինձնից հեռու է գտնվում, շուտով կգան եւ կենացներ կհնչեն ամեն ինչի համար, եւ հիմա երջանկությունը, որ ինձ պատել է այսքան շատ, ուզում եմ իմ ուրախությունը կիսել այսօր ձեր հետ եւ սիրելի հետևորդներ ջան, պատրաստ եք եւս մեկ լուրի, ասեմ թե ով է եկել Սաթենի եւ իր երեխաների հետ, Տիգրանն է եկել, սիրելի հետևորդներ ջան, շատերդ լավ եք ճանաչում եւ հասցրել եք սիրել եւ կարոտում եք հավանաբար, սիրելի հետևորդներ ջան, ձեզնից շատերը իմ Սաթենի Facebook-յան ընկերներն են եւ արդեն հասցրել եք այդ ամենը նայել, քանի որ Սաթենը իստորիաներ է տեղադրում իր էջում, նկարներ, վիդեոներ եւ շատերդ արդեն գիտեք այդ մասին, այս պահին Երևանում են եւ Տաթևը իր մեքենայով իրենց ման է տալի, լավ վայրեր են գնում եւ լավ են զգում, զբոսնում են, տեսարժան վայրեր են գնում եւ այլն եւ այլն։ Գիտեք թե Երևանում ինչպես կարելի է շրջել եւ զբոսնել։ Շուտով իմ մոտ էլ կգան, քանի որ գիտեք ես շինարարության մեջ եմ, այս պահին տուն ու դուռ փոշու մեջ է, կարելի է այսպես ասել, եւ ինձ համար ավելի լավ, որ այս պահին դեռևս այստեղ չեն եւ այս ամենը ես կավարտեմ եւ ինձ կհասնեն։ Գիտեք, որ փոքր երեխաների հետ ինձ դժվար կլինի այսքան շինարարության, այսքան փոշու մեջ, գումարած այդ քարը, որ կտրում է այդ աղմուկը եւ այլն, սիրելի հետևորդներ ջան, եւ արդեն որ ես իմ ուրախությունը ձեր հետ կիսեցի, բոլորը տեղյակ եք իմ ուրախության չափ ու սահմանին, իմ շփոթվածությանը, ուզում եմ ասել, որ բոլորիս մոտ շփոթությունը թող որ լինի այսպիսի պահերով, մեր հեռավորները գան, մեր երեխաները, մեր ընտանիքը գա, վերադառնան հայրենիք եւ մեզ լավ զգանք, հատկապես այդ ամենով գիտեք, որ
մայրերն են ուրախանում, քանի որ մոր սիրտը շատ խորունկ է, սիրելի հետևորդներ ջան, այսօր որ իմ տղայի ծննդյան օրն է, գիտեմ, որ դուք բոլորդ էլ այդ մասին ինձ միշտ հարցրել եք, թե ինչու իմ տղայից չեմ խոսում կամ ցույց չեմ տալիս, բայց թե գիտեք, տղաների բնավորությունը այլ է, աղջիկներինը այլ է, եւ ես հարգում եմ բոլորի որոշումը, սիրելի հետևորդներ ջան, հիմա որ կգան, որոշում կկայացնենք, եթե կուզի կնկարահանվի եւ դուք էլ կտեսնեք իմ տղային, իմ հարսին, իմ ամուսնուն եւ իմ տղայի 3 երեխաներին։ Այժմ որ Տիգրանը եկել է Հայաստան Սաթենի հետ, իմ տղայի մեծ տղան է, տղաս ունի 2 տղա եւ 1 աղջիկ։ Երեքն էլ շատ լավն են, շատ սիրուն են։ Եվ սիրելի հետևորդներ ջան, բառերը չի հերիքում, որ այլևս խոսեմ ձեր հետ, միայն ուզում եմ, որ այդ ամենը դուք զգաք եւ գիտեմ, որ հասկանում եք ինձ, քանի որ ձեզնից շատերը, որ ընտանիքները հեռուներում են, այդ զգացողությունները ապրում եք, ապրել եք եւ կապրեք։ Հիմա ես իմ ուրախությունները, որ ձեր հետ կիսեցի, այժմ ժամանակն է գործեր անելու, եթե գործեր չանեմ եւ նստեմ անընդհատ այդ մասին խոսել, գործերը հետ կընկնեն եւ մի շատ կարեւոր գործ եմ ուզում անել, սիրելիներս գիտեք, որ մոշիկինի էի պատրաստել, այժմ օրն է եկել եւ հասունացել է մաճարի վերցնելու ժամանակն է եկել, որից հետո արդեն մի քիչ կթողնեմ գենին կվերցնեմ, կոֆեն վայելելուց հետո այդ գործով ձեզ կմիանամ, հաճելի էր, որ դուք եղաք իմ զրուցակիցը և իմ ուրախությունը կիսողը։ Դրսում շոգ է և ես իմ սիրելի վայրում կնստեմ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սա մոշի գինին է, որ ձեր հետ պատրաստեցի։ Առավոտյան համտեսել եմ մաճառը, շատ համով է, շատ ընտիր է ստացվել։ Բերել եմ ես կողմ, հիմա կտանեմ խոհանոց, մինչև որ կտանեի ուզեցի այսպես ցույց տալ տեսքը։ Ահա խնդրեմ, պարզ երևում է, որ նստվածքը ներքև է իջել, ահա, տարբերվում է նստվածքը և պարզությունը։ Ամենավերային հատվածում, թեթև, սպիտակավուն, փրփուր է, դեռևս եփում է, կծկծում է և բարակ փառ է ձևավորվել։ Հիմա զգուշորեն պիտի տանեմ իմ խոհանոց և մաճարը վերցնեմ ձեր հետ միասին։ Սիրելի հետևորդներ ջան, չնայած այս տակառիկ չէ, բայց ես ասում եմ տակառիկ։ Գին ու տակառիկը բերել եմ, այստեղ եմ հասցրել, ամեն բան շուրջս եմ հավաքել, պատրաստել, որպեսզի մոշի մաճար վերցնեմ, այսպես, զգուշորեն այստեղ եմ հասցրել, որ շատ չխառնվի իրար և նստվածքը վերև չբարձրանա, դա ինձ հաջողվեց, ինձ անուշաբուրում, աննկարագրելի բույր ա գալի և ճիշտ ժամանակն ա մաճար վերցնելու։ Առանց այլ գործերի անցնելու ուզեցի, որ այս գործը անել, այսպես մոտեցնեմ, որպեսզի ավելի հեշտ լինեմ։ Սիրելի հետևորդներ ջան, առանձին ցույց տվեցի, տեսակ, որ նստվածքը ավելի շատ է, քան ջրային մասը, հատկապես նրա համար, քանի որ ինձ գրել էիք, որ ջուրը շատ լցրի, ես աչքաչափով եմ լցրել, բայց գիտեք, որ աչքաչափը նույնպես շատ ճիշտ է լինում, երբ որ փորձ ենք ունենում։ Այսինքն ջրային մասը նստվածքից քիչ է, ուրեմն սա նորմալ եմ համարում, հատկապես որ առավոտյանի փորհամը տեսա, արդեն ես դրանում ավելի համոզվեցի, այստեղ բանկա եմ բերել, 3 փոքր ապակե շշեր, մարլյա, թավան, որ լցնեմ և իհարկե այս սիրուն բաժակը, որով պիտի ճաշակեմ, խմիր մաճար, առանց պատճառ։ Ճիշտ է, ընդհանրապես այդպես է ասվում, չէ, որ մաճառը առանց պատճառի պիտի խմեն, այսինքն ամեն օր էլ կարանք մաճառ խմենք, սիրելի հետևորդներ ջան,
բայց այսօր ես պատճառ ունեմ խմելու, կխմեմ պատճառով, քանի որ այսօր իմ տղայի ծննդյան օրն է։ Հիմա առայժմ մի կողմ բաժակը եւ կամաց այս եզրում ուզում եմ լցնել։ Պիտի քամելով լցնեմ, որպեսզի մաքուր վերցնեմ։ Ճիշտ է, երեսը, ասենք, շատ նստվածք չկա, հատուկ են մոշի հատիկներ են, մեկ էլ սպիտակ, թեթև, բարակ, շատ աննշան, համարյա թափանցիկ, այդպես փառ է բռնել, այդ սենց ասեմ, հա, արդեն շատ կանայք հասկանում են, թե դա ինչ է, այդ բարակ, սպիտակ, թափանցիկ փառը, այսպես, եթե պետք լինի, կփոխեմ էլի, առայժմ սա լավ է, մի քիչ խորունկ եմ այսպես անելու, ձեռքով պահելու եմ, որ ներսը չլցվի, հիմա երկուսն էլ բերել եմ, տեսնեմ սրանով եմ հարմար գտում, քանի որ պոչիկով է, այնպես որ այսպես պոչիկը կմնա, այդպիսի ամաններ օգտագործելը շատ հեշտ է լինում։ Հիմա գերադասում եմ առաջ խմել, քանի որ առաջինը պիտի օրհնական խոսքեր ասենք, ապա նոր միայն շարունակենք, քանի որ մաճառը չի արբեցնում, ապա կարող եմ սիրելի հետևորդներ ջան եւ միանգամից բաժակի մեջ եմ ուզում անել ավելի հետաքրքիր եւ ավելի հավեսով։ Այսպես զգուշորեն մի հատ հատակի մասով պտտեմ ամեն դեպքում եւ քիչ եմ վերցնում, համել գույնը ցույց կտամ, կտեսնեք թե ինչ վառ կարմիր գույն ունի, շատ չեմ լցնում, ճիշտ է, չի արբեցնում, բայց այսպես լցրած ավելի գեղեցիկ է։ Ահա խնդրեմ, սիրելի հետևորդներ ջան, գույնը տեսեք ինչքան լավն է, այս կողմ, ահա, այսպես, ուզում եմ լույս ու ստվերը այնպես լինի, որ ձեզ պարզ լինի գույնը, և թափանցիկ, կարմիր, հաճելի գույն է, սիրելի հետևորդներ ջան, մոշի մաճառը, որ ես ստացա և հիմա ուզում եմ կենաց խմել, այն էլ ինչ կենաց, իմ տղայի կենացը։ Այսօր իմ տղայի ծննդյան օրն է, տարիք ասելը կարծում եմ անհրաժեշտ չէ, սիրելի հետևորդներ ջան, 3 երեխաների հայր է, ընտանիքի հայր է եւ խմում եմ իմ տղայի համար։ Եվ հիմա հազարավոր բառերի փոխարեն, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի խմում եմ այս մեկ բաժակ մոշի մաճառը, որ ես եմ պատրաստել իմ տղայի ծննդյան օրվա առիթով, իր համար, իր ընտանիքի համար։ Շատ համով է, անուշ լինի ինձ էլ խմող անցել։ Իսկ հիմա մի հատ քամելով լցնեմ բանկան, որից հետո պիտի այն շշերում տեղավորեմ և սառնանում պահեմ։ Յուրահատուկ համ ունի, յուրահատուկ բույր ունի։ Եթե կուզեք փորձել, ապա կհամոզվեք։ Այսպես, որ ոչ մի կաթիլ չկորցնեմ, համել շուրջս մաքուր լինի։ Սառը վիճակում ավելի հաճելի է լինում։ Այս բանկայով մաճառը կվերցնեմ, իսկ մնացողը արդեն գինի կդառնա, գինու համար եւս մեկ օր թողնելու եմ եւ վաղն եմ վերցնելու գինի, սիրելի հետևորդներ ջան, այսպես, մաճառը ձեր հետ եմ վերցնում, նույն եղանակով քամելու եմ եւ գինին եմ վերցնելու, իսկ այն տակի նստվածքը արդեն մինչեւ վերջի կաթիլը պիտի քամեմ, ոչ մի բան չեմ թողնելու, կորչի գնա։ Հաջորդաբար բաժակի մեջ մեկ այլ ուրիշ գույն է,
այսպես ընդհանուր լցրած մեկ այլ ուրիշ գույն է, այսպես ավելի մուգ է, ամենաբաց թափանցիկ բանկան եմ վերցրել, սպիտակ բանկա եմ վերցրել, սիրելի հետևորդներ ջան, ահա եւ արդեն 3 լիտր մաճար վերցրի քամելով, այսպես, շատ աննշան հատիկներ ա եկել, ահա, չեմ սեղմում, որպեսզի ոչինչ չգնա ներս էլի, այստեղ, դեռևս ինքը այդպես պղպջակներ է առաջանում և լցնելուց թեթևակի փրփուր է առաջացել և հենց այս եղանակով էլ պիտի լցնեմ արդեն այս շշերի մեջ շատ հարմարավետ է, ահա, հյութի բանկաներ են, բոլորիդ ծանոթ, ամեն անգամ այսպիսի հյութեր խմելուց հետո դեն մինետեք այսպիսի շշերը, պետք են գալիս տանը։ Հիմա արդեն կարող եմ այս թավայի մեջ լցնել, որպեսզի ավելի հեշտությամբ լցնեմ այդ շշերի մեջ։ Այս մի շիշը ձեր հետ կլցնեմ, սիրելի հետևորդներ ջան, և արդեն ես իմ գործը կանեմ կադրից դուրս, այստեղ այս սրտիկով մասը սուր է և ինձ հեշտ է լցնել։ Փրփրուն մաճար, խմիր մաճար առանց պատճառ, բայց դե իհարկե ինչպես որ ես, դուք էլ կարող եք նաև պատճառով խմել, կենացնել, հնչեցնել, բարեմաղթանքներ ասել։ Այսպես, մինչև վերջ լցնում եմ և օդի տեղ չեմ թողնում, որ մնա, այդպես է կարգը, ամուր փակելու եմ և սառնանում եմ պահելու, ահա սիրելի հետևորդներ ջան, մոշի մաճառը, որ ես ստացա, ձեր հետ միասին և խորհուրդս ձեզ, որ դուք էլ անպայման հնարավորության սահմաններում գոնե 1 լիտր պատրաստել և ունենալ, ինչքան էլ որ մոշը թանկ է, ապա մեր առողջությունից թանկ չէ, պատրաստեք և վայելեք և առողջ եղեք։ Որոշեցի երկրորդ բանկան նույնպես մաճար լցնել, այս ընթացքում զանգեր եմ ստանում, աչքալուսանքներ են ասում բարի մարդիկ և բոլորին շնորհակալ եմ։ Հիմա անփուշ մոշի գինու տակառիկը զգուշորեն այս կոմենտերում և այստեղ կմնա մինչև վաղը։ Վաղը արդեն որպես գինի կվերցնեմ, շշերը կլցնեմ և այդպես կպահեմ։ Որոշեցի մաճարը ավելի շատ վերցնել, որ թոռներս էլ խմեն և առողջ լինեն։ Վստահ եմ դուր կգա իրեն, սիրելի հետևորդներ ջան։ Բերնեբերան լցրել եմ նորից և հիմա փակում եմ։ Այս մեկը այսպես կպահեմ, այս շշերից էլի ունեմ, նկուղում ունեմ, բայց այսքանն է վերև բերել։ Տեսնենք, կամ այստեղ կպահեմ, կամ էլ նորից կբերեմ և շշերում կբաժանեմ մասերի։ Կբացենք, բարի գալուստի համար կենացներ կհնչեցնենք և լավ կզգանք։ Եվ իհարկե ձեզ կմիանամ, որպեսզի իմ ուրախությունը նորից ու նորից ձեր հետ կիսեմ և բոլորով միասին լավ զգանք, սիրելի հետևորդներ ջան։ Վլոգս ավարտեմ, այս ամենը տեղավորեմ, իհարկե սառնարանում և հովն ընկնելուն պես իմ լավ ու բարի գործերով նորից ձեզ կմիանամ, մինչև որ Սաթենը երեխաների հետ կգա գյուղ։ Այս փոշուց էլ ես արդեն ազատված կլինեմ և փոքրի շատ է հեշտ կլինի իմ համար։ Պակա, պակա, պակա։